ինչու է Սամվել Կարապետյանը որոշել մտնել քաղաքականություն։ Թույլ թե ուժեղ խաղաղություն, ուժեղ Հայաստան կուսակցությունը սյունեցիների ներկայացնում է ուժեղ Հայաստան կառուցելու Սամվել Կարապետյանի առաջարկը։ Սյունիքում Կարապետյանի թիմակիցները առաջնահերթ շեշտել են անվտանգային խնդիրները։ Ժամանակն է ուղղել Հայաստանի ծռված ողնաշարը ու ստեղծել անվտանգ ու ապահով երկիր։ Իշխանությունների որդեգրած քաղաքականությունը չի ապահովում կայուն խաղաղություն, պնդում է Նարեկ Կարապետյանը։ Այն, որ խաղաղություն լինելու է, չի ժխտում Կարապետյանը։ Այն, որ խաղաղություն լինելու է, միանշանակ է ընտրությունը ժողովրդինն է։ Եկեք դիտարկենք, թե ինչ խաղաղություն է նա ուզում բերել։ Երկու ձևի խաղաղություն, թույլ ու ուժեղ։ Թույլ խաղաղությունը դա այն խաղաղությունն է, որ մենք մեր դուռը բացում ենք հակառակորդի ազգի ներկայացուցիչների առաջ։ Երբ որ մենք դուռը բացում ենք իրենց Հայաստան գալու առաջ։ Հարևան երկրի ղեկավարը բազմաթիվ անգամ ասել է, որ իրենք պետք է գան։ Որտեղ բոլոր պահանջներ, այլ պահանջ չկա, որ ունենա ինքը։ Աչքը տեսածից է վախենում, փորձն է ցույց տվել, որ տարիների ընթացքում կատարված ներդրումները չեն բերել սպասվող արդյունքին։ Այդքան հարյուրավոր միլիոններ Հայաստան ուղարկվելուց, տասնյակ եւ հարյուրավոր միլիոններ Արցախի մեջ ներդրում անելուց հետո մենք տեսնում ենք, որ մի ստորագրությամբ մենք կորցնում ենք այն ինչ կա Արցախում, իսկ Հայաստանում աղքատության հարցը չի լուծվում։ Հայաստանում մարդկանց կյանքի որակական փոփոխություն չի լինում։ Կարապետյանը տեսնում է, որ այս կան անելուց հետո ոչ մի փոփոխություն ոչ թե չի լինում, այլ երկրի ղեկավարությունը այս ղեկավարությունը վերցնում է լրիվ ուրիշ ուղի։ Իսկ Սիսիանում արդեն Կարապետյանի թիմը ներկայացնում է տնտեսական այն քայլերը, որոնք երկիրը դուրս կբերեն աղքատությունից, գործազրկությունից։ Հայաստանը չունի տնտեսական կառավարում, կա խնդիր, կա լուծում, վստահեցնում են Կարապետյանի թիմակիցները։ Այլ ուրիշ ուժ, եթե դուք տեսնում եք, Ժորժ ջան, ասեք, ով կարար Հայաստան աներ աղքատությունից։ Ով այդ փորձը ունի, որ Հայաստանը կհանի աղքատությունից։ Հայաստանին պետք է առաջնորդ, ով լավ բանակցել գիտի, ով կարողանում է պայմանավորվածություններ ձեռք բերել ու ամեն բան անել դրանց իրագործման համար։ Եթե դու ասում ես, այս երկիրը զարգացնելու ես, ուրեմն գյուղերն էլ չէ զարգացնելու։ Բայց դպրոցները խես փակում։ Եթե դու հույսդ չես կտրել քո գյուղերից, ինչու ես դպրոցներդ գյուղերի փակում։ Ուրեմն իրանք չեն հավատում, որ գյուղերը զարգացնելու են։ Իրանք են հասկանում, որ չեն կարողանալու։ Լավ տնտեսական քաղաքականություն վարելու եւ տնտեսապես զորանալու համար կարևոր են նաեւ միջազգային կապերը։ Հենց դրանք են բերում նոր ներդրումներ եւ ստեղծում նոր աշխատատեղեր, վստահեցնում է Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանի փորձը, կապերը եւ ֆինանսական անկախությունը կարող են հիմք դառնալ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ անվտանգային սպառնալիքների ու խնդիրների լուծման համար։